Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդման հերթական թողարկումն է։ Հայաստան համահայկական հիմնադրամի և Smart Armenia հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացվել է ռոբոտաշինություն պատանիների համար ծրագիրը։ Նպատակն է խթանել նորարարական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։ Մանրամասները մեր առաջին տեսանյութում։ 44-օրյա պատերազմում զոհվածների կանայք և վիրավորում ստացած զինծառայողները հնարավորություն են ստացել ձեռք բերել նոր մասնագիտություններ։ Ծրագիրն իրականացվել է Հայաստան համահայկական հիմնադրամի և Smart Armenia հասարակական կազմակերպության համագործակցությամբ։ Մեր շահառուները արդեն տնից դուրս գալով այստեղ հաղթահարում են մեծ հոգեբանական ստրեսները, որոնք իրենք ապրել են։ Ծրագրի մասնակիցները նախ հմտանում են իրենց նախընտրելի ոլորտներում, հետո հնարավորություն ստանում մուտք գործելու աշխատաշուկա։ Շահառուները հիմնականում նախընտրում են ուսումնասիրել Հայաստանում պահանջված ուղղությունները, օրինակ հմտանալ տեխնոլոգիական ոլորտի մասնագիտություններում։ Ունենք գրաֆիկ դիզայն, UI UX-ի դասընթացներ, ֆրոնտ-էնդ ծրագրավորման դասընթացներ, թվային մարքեթինգի SMM-ի դասընթացներ։ Մասնակից կանանց էլ հիմնականում հետաքրքրել են արհեստագործական ոլորտները։ Այս նպատակով անցկացվել են վարսահարդարման, հրուշակագործության և մատնահարդարման վարպետաց դասեր։ Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել են նաև ռոբոտաշինության դասընթացներ կրտսեր խմբի մասնակիցների համար։